Բռնության սպառնալիք թե քաղաքական հայտարարություն են միմյանց ապտակելու ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների վերջին օրերի հայտարարությունները։ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն էր երեկ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել ընդդիմադիր պատիվ ունեմի քարտուղար հանրապետական Տիգրան Աբրահամյանին։ Բնից դուրս արի, Տիգրան, հել դիմացներս ինչքան շուտ հելնես, այդքան քո բաժին չափալախը շուտ կստանաս։ Բարձրաստիճան պաշտոնյան այսպես էր արձագանքել պատգամավորի մեկ շաբաթ առաջ հարցազրույցում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար ու առաջիկա ընտրություններում իշխանության թեկնածու Արգիշտի Մեխակյանին ապտակելու ցանկությանը։ Սերժ Սարգսյանի մասին հենց էր խոսում, անկեղծ եմ ասում, դեմս էր չափալախ կտա, անկեղծ եմ ասում։ Անկեղծ եմ ասում։ Ասենք արգիշտ որ ասում եմ դեմս էր ուրիշ բաներ կլիներ իրար հետ, իր ոստիկանություն, ազգային անվտանգություն, իր այդ ՔՊ-ի նորընկերներ իրեն չէին փրկի, հասկանում ես։ Պատգամավորն իր հերթին այսպես պատասխանել էր Արգիշտի Մեխակյանի խիստ քննադատությանը, այդ թվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին։ Ինքն բերել, բարթել մի իշխանության վրա, թողնել մեկ գիշերում թռնել պատասխանատվությունից, ժողովուրդը գիշերում թռավ Սերժ Սարգսյանը։ Իսկ ով թռավ, իսկ ով չթռավ։ Ինքը եւ իր թիմը։ Արմավիրի մարզպետ քաղաքացիական պայմանագրի անդամ Վահրամ Խաչատրյանն այսօր պնդում էր, որ պատգամավորին հասանելիք ապտակի մասին գրառումը բռնության սպառնալիք չէ։ Բռնության կոչ իհարկե չի կարող։ Ես եմ ասում, եթե փորձի շարունակել նույն ձև կստանա։ Բայց դա արդեն ինքնին չի նշանակում, որ դուք որպես բարձրաստիճան պաշտոնյան նրան բռնությամբ եք զգուշացնում, սպառնում։ Չէ, ընդհանրապես։ Յան Աբրահամյանն նույն բանը ասել, նույն բանը։ Ինչ է նշանակում Արգիշտի Մեխակյանը ելի դեմս կչափալախեն։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ է հավաստիացնում, որ Արգիշտի Մեխակյանին ապտակելու ցանկությունը միայն տեսական է։ Նա նաև մարզպետի իր հասցեին ասածը բռնության ուղիղ սպառնալիք չի համարում։ Ով որ փորձում է իր խնդիրները անձնական ձևով լուծել, ինքը Facebook-ում չի գրում եւ կոնկրետ գնում է եւ մարդկանց հետ փորձում է կարգավորել։ Սա դիտարկվում ավելի շատ քաղաքական տիրույթում եւ իմ գնահատականն է, որոնք ես հնչեցել եմ, բացառապես այդ տիրույթում են։ Նույնը իրենք կարող են ասել, որ դուք եք փաստորեն նման սպառնալիք տվել, որ եթե ձեր դիմաց լիներ կապտակեք։ Ես մինչև այդ բավական երկար խոսում եմ նրանց ընտանիքի նկատմամբ եղած հարգանքի ու մեր տարիների կապի մասին եւ այդ պայմանի նկատմամբ արտահայտվածը զուտ եղել է ծայոթի արտահայտություն։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը բռնության սպառնալիք տեսնում է թե պատգամավորի թե մարզպետի հայտարարություններում, ընդ որում լրիվ չափելի, իրատեսական։ Կոնկրետ ինչ գործողություն է կատարվելու, եթե դիմացը լինի, ապա ագրեսիան կկարողանա զսպել, թե չի կարողանա զսպել, անձը պատրաստ է հարվածի։ Բայց իրավապաշտպանը կասկածում է, որ իրավապահները կգնան այս հայտարարությունների հետևից նույն հետևողականությամբ, ինչ օրինակ եկեղեցականների դեպքում է կամ 3 կալանավորված փաստաբանի։ Տարբեր քաղաքական նպատակներով տեղի են ունենում ձերբակալություններ, ապա նաև ազատազրկման երկարատև բավականին դեպքեր եւ գրառումների հետևից են գնում, փաստորեն ստացվում է, որ իրավապահ համակարգը ըստ նպատակայնության է օգտագործում, ոչ դեպքում կարելի է ձևակերպում է որպես բռնություն կամ բռնության կոչ, որ դեպքում որ յուրայիններն են կամ չի կարելի դեռևս կամ սպասում են միգուցե 2 տարի հետո այս գրառումը ի վերջո հիմք դառնա նույն անձանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու։ Հովհաննիսյանը պնդում է իշխանությունն ինքն է հրահրում ատելության խոսքը նաև հովանավորում, ապացույցն օրինակ, որ դատախազը որոշեց անպատիժ թողնել քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին խորհրդարանում ասել էր՝ վիզդ կպոկեմ վրիցդ։ Լեզուն կկտրեմ անկաժնելու հետ։